Բարի երեկո հարգելի հեռուստադիտող, Արմենիայի եթերում ընտրության ժամն է եւ ժամի տաղավարում այսօր հյուրընկալել ենք Ազգային ժողովի Հայաստան խմբակցության падգամավոր ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանին։ Բարի երեկո, պարոն Սաղաթելյան, շնորհակալ եմ հարցազրույցի հրավերը ընդունելու համար։ Առաջարկում եմ մեր զրույցը սկսել տարածաշրջանային վերջին զարգացումներով, ինչպես գիտենք, արդեն Իրան-Ադրբեջան հարաբերություններն են որոշակի լարվել, Ալիևը Իրանի հետ սահմանին զորք եւ զենք է կուտակել։ Ինչպես կգնահատեք ստեղծված իրավիճակը եւ այն ինչ հետևանքներ կարող է ունենալ մեզ համար։ Այն ինչ տեղի ունենում այս օրերին մեր տարածաշրջանում Հայաստանի համար բավականին մտահոգիչ։ Իրանը Հայաստանի բարեկամ եւ հարևան երկիրն է եւ այն իրադարձությունները, որ տեղի են ունենում, կարող են շատ ծանր հետևանքներ ունենալ տարածաշրջանի, այդ թվում նաև Հայաստանի համար։ Ես հատուկ ուզում եմ նաև շեշտել, որ մեր բարեկամ եւ հարևան Իրանը այն պետություններից էր, ով մշտապես շատ ուղիղ հայտարարություններ արել Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանման, այդ թվում նաև այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի հարցով։ Հետևաբար Իրանում կայունությունը մեր համար մեծապես կարևոր է։ Նաև մենք այստեղ, եթե իրադարձությունները շարունակվեն եւ այլ մասշտաբներ ստանան, եւ անվտանգության տեսանկյունից եւ Հայաստանի տնտեսության տեսանկյունից բավականին բարձրություններ են ստեղծվելու մեր համար։ Այս իմաստով մենք շահագրգիռ ենք եւ հույս ու վստահություն ունենք, որ խնդիրը հանգուցալուծում կգտնի եւ այլ մասշտաբներ չի ստանա։ Այս դեպքում ինչ դերում պետք է լինի Հայաստանի Հանրապետությունը եւ օրինակ ինչ կանեիք դուք, եթե դիցուք ՀՅԴ-ն լիներ իշխանության։ Այ ես անկեղծ չգիտեմ Հայաստանի Հանրապետությունը, նախ դուք ծանոթ եք արտաքին հետախուզության ծառայության զեկույցին, ով հաստատել է ըստ էության այն ինչ որ քիչ առաջ ասացի, որ եթե Իրանում տեղի ունենան նման գործողություններ, դա տարածաշրջանում խաղաղության կայունության հարցի հետ կապված մեծ վտանգներ եւ հետևանքներ է ունենալու։ Ես չգիտեմ այդ հաստատումից հետո Հայաստանի Հանրապետության իշխանությունները արդյոք քննարկել են հավանական մի քանի սցենարներ եւ դրանից բխող ըստ իրավիճակի արել պլանավորումներ։ Ակնհայտ է, որ նաեւ երեք տեղ ունեցած Նախիջևանի չգիտեմ դեպք ասեմ թե սա դրանք այնուհետև Ադրբեջանի հայտարարությունը, որի բանակը բերում է մարտական թիվ 1 պատրաստվածության պատրաստ լինելով տարբեր սցենարների, այն ինչ որ տեղի է ունենում այս ֆոնին, այս իրավիճակում եւ այս պայմաններում Հայաստանի Հանրապետության իշխանությունների դիրքորոշումները եւ հայտարարությունները անհասկանալի են։ Նաեւ այս օրերի այդ պահվածքները ընդհանուր նաեւ Վրաստանում այդ թմբուկ նվագելը, որը կարծում եմ ճիշտ ուղերձ եւ մեսիջ չէր այս իրավիճակում եւ պայմաններում։ Այս իմաստով նաեւ հաշվի առնելով անցյալում փորձառությունը, որ տեղի է ունեցել, մտահոգությունները բազմաթիվ են եւ ձեռնարկող քայլերը ոչ համապատասխան։ Շատ լավ։ Ինչպես դուք նաեւ ձեր խոսքում նշեցիք, տարածաշրջանի կարմիր թելը անցնում է Սյունիքով, որը օգոստոսի 8-ի եռակողմ համաձայնագրից հետո կոչվում է Թրամփի ուղի կամ TRIP։ Այս ճանապարհի հետ կապված, եթե դուք լինեք իշխանության, կհրաժարվեիք եւ առհասարակ ինչպես է գնահատում Թրամփի ուղու հնարավորությունները եւ նաեւ եթե ռիսկեր եք տեսնում։ Տեսեք, շատ հստակ ասեմ, որ մենք ճանապարհների ապաշրջափակմանը դեմ չենք, ոչ միայն դեմ չենք, այլ նաեւ կողմ ենք։ Երբ մենք լինենք իշխանության, ամեն ինչ անելու ենք այդ ճանապարհները ապաշրջափակելու մաս։ Այստեղ ամենամեծ խնդիրը հետեւյալն է, որ այն պայմաններով, ինչ որ տեղի է ունենում TRIP-ի հետ կապված, այդ փոխադարձության սկզբունքը չկա Ադրբեջանի պարագայում, այսինքն այդ բոլոր պայմանները, պայմանավորվածությունները գործում է Հայաստանի տարածքում 42 կիլոմետր ճանապարհի եւ ուղղության վրա, բայց փոխադարձությամբ նույն պայմանները Ադրբեջանի տարածքում չկա։ Եվ կան բազմաթիվ մտահոգիչ կետեր, օրինակի համար Հայաստանի Հանրապետությունը կառուցապատման իրավունքով մի ընկերության, որի 76%-ն է Հայաստանը, 26%-ն է Հայաստանը, 74%-ը, չէ, ամերիկյան
ընկերությանը։ Կառուցապատման իրավունքով վաճառում է հողատարածք, որը տնօրիներու է այդ ամբողջ թրիպի հատվածի եւ հողը եւ մնացած հարցերը։ Արդյոք ինչ որ պահից այդ ընկերության բաժնետոմսերը չեն հայտնվելու թուրքական կամ ադրբեջանական ընկերությունների կամ բաժնետերերի ձեռքում, ինչ հետևանքներ է ունենալու։ Այո, այդ բոլոր մտահոգությունները կան եւ դրանք փարատված չեն։ Հետևաբար մեր մոտեցումը այն է, որ անմիջապես ամեն ինչ կչեղարկենք, այլ Հայաստանի շահը պետք է ամբողջությամբ արտացոլվի եւ որ հարցերում կան մտահոգություններ, որ Ադրբեջանը դա կարող է այլ կերպ մեկնաբանել, դրանք պետք է փարատվեն, այդտեղ պետք է լինի հստակություն եւ սա պետք է այդ Միջանցքի տարաբանությունը ամբողջությամբ բացառել։ Այստեղ մենք ունենք շատ մտահոգություններ եւ նաեւ շատ մանրամասն ասել ենք դա Հայաստանին ինչ տնտեսական օգուտներ կարաբերի այդ չափազանցված մոտեցումները, որ կան իրականությանը չի համապատասխանում դրանից, որքան է մեր պետությունը օգտվելու, որքան Ադրբեջանն ու Թուրքիան ինչ հետևանքներ ունենալու, շատ ենք խոսել այդ մասին։ Այսինքն բազմաթիվ մտահոգություններ, այն ինչ որ այս պահին կա գոյություն ունի, այստեղ կան բազմաթիվ հարցեր։ Ամեն դեպքում մենք այս տեսքով եւ այս պայմաններով դա խնդիր է լինելու։ Պետք է որոշակի հստակություններ, փոփոխություններ, որպեսզի դա վաղեմիսօր մեր պետության եւ երկրի շահերի դեմ չծառայ։ Բայց ընդհանուր առմամբ կողմ եք Ադրբեջանի հետ ճանապարհների ապաշրջափակման, Ադրբեջանի տարածքով։ Ոչ միայն Ադրբեջանի հետ, մեր հարևան բոլոր երկրների հետ, այդ թվում մենք դեմ չենք հայ-թուրքական սահմանի բացմանը, բայց եթե այդ ճանապարհը պետք է բացվի հայոց ցեղասպանության ուրացման հաշվին, մեզ պետք չէ ճանապարհի բացումը։ Եթե դա պետք է ասան նախապայմաններ չկա, բայց նախապայմանները թելադրեն ու Հայաստանի իշխանությունները դա հերթականությամբ կատարեն, մեզ պետք չի այդ գնով այդ ճանապարհի բացում։ Իսկ այստեղ խնդիրը այդ ճանապարհների ապաշրջափակումը ինչի հաշվին է եւ ինչ գին ենք վճարում դրա համար, էսա հարց։ Թե չէ, իհարկե դեմ չենք, ոչ միայն դեմ չենք, այլ շահագրգիռ ենք որ բաց։ Տեսեք, քանի որ ճանապարհների ապաշրջափակման թեմայից խոսեցինք, Հայաստանը բավական ակտիվ առևտրաշրջանառություն ունի Եվրասիական տնտեսական միության երկրների հետ, բայց նաև ակտիվ քաղաքականություն է վարում Եվրամիության հետ։ Ինչպես շարունակել Հայաստանը այս երկու սարի արանքում ինչպես դիրքավորվի։ Գիտեք, նախ Հայաստանի Եվրոպական միության ինտեգրման այդ խոստումները ստորագրություն հավաքեցին մի ժամանակ։ Շատ հստակ է, որ առաջիկա 15-20 տարվա ընթացքում Հայաստանը որևէ շանս եւ հնարավորություն չունի Եվրոպական միությանը անդամագրվելու։ Դա նաեւ եվրոպական նույնիսկ անդամի կարգավիճակ ունենալ։ Դա շատ հստակ եւ ուղիղ ասում են Եվրոպական միության մեր գործընկերները եւ դա ասել են բազմաթիվ անգամ։ Հիմա տեսեք, մենք Եվրոմիության հետ հարաբերությունների զարգացումը տեսնում ենք ՍԵՊԱ-ի շրջանակներում։ Վերջապես մենք ունենք շատ կարևոր մի փաստաթուղթ, որը այդ հարաբերությունների զարգացման, ժողովրդավարության, մեր երկրի տարբեր ոլորտներում իրական բարեփոխումներ անելու լայն հնարավորություն է տալիս։ Այդ փաստաթուղթը այսօրվա իշխանությունները փաստաթղթի իրականացման այդ բարեփոխումների շղթան մեծամասամբ ձախողել են։ Այսինքն այս փաստաթղթի վիզաների ազատականացման տարբեր ուղղություններով մենք մեր հարաբերությունները զարգացման լուրջ հնարավորություն ունենք եւ ռեալ մենք այսօր պատկերացնում ենք համագործակցությունը եւ հարաբերությունների զարգացումը այս փաստաթղթի եւ այս շրջանակներում։ Հետևաբար պետք չի մեր ժողովրդին խաբել ասել, որ մենք շատ կարճ ժամանակ հետո դառնալու ենք Եվրոմիության անդամ։ Բայց այստեղ գալիս է հաջորդ հարցը՝ վտանգել Հայաստանի ԵԱՏՄ անդամակցության հարցը, դրա հարվածները լինելու են շատ ծանր։ Մեր ապրանքան շրջանառության մեծամասնությունը, մեր տնտեսությունը, մեր էներգակիրները ամբողջությամբ կապված է ԵԱՏՄ երկրների, մասնավորապես Ռուսաստանի Դաշնության հետ։ Հիմա երկիրը տանել արկածախնդրության, դրա իրական այլընտրանքները չստեղծելով եւ ասել, որ Ռուսաստանի այլընտրանքը Ադրբեջանի եւ Թուրքիան, դա ինչ ա եղել հիմա պետք լինի գազը, նավթը Ադրբեջանից ձեռք բերենք եւ դրանով հասնելու ենք մեր ինքնիշխանության պահպանմանը, սա մեղմ ասած քաղաքական արկածախնդրություն է, որի համար վճարելու է մեր ժողովուրդը եւ պետությունը։ Հետևաբար մենք գտնում ենք, որ ԵԱՏՄ-ի շրջանակներում պետք է խորացնել մեր հարաբերությունները, իսկ ԵՄ-ի հետ ՍԵՊԱ-ի շրջանակներում տենում ենք համագործակցության խորացում։ ՀԱՊԿ-ի հետ հարաբերություններից խոսենք, գիտենք, որ Երևանը այս պահին սառեցրել է այդ կառույցում
իր մասնակցությունը, թեև ՀԱՊԿ-ից արձագանքում են, որ նման տարբերակ չկա սառեցնելու, եթե դուք լինեք իշխանության, ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները հաշվի առնելով ներկայիս իրավիճակը, ինչպես կշարունակեք։ Տեսեք, եկեք ավելի լայն նայենք։ Ակնհայտ է, որ մենք կան մի շարք կնճռոտ հարցեր, կան հարցեր, որի պատասխանները պետք է ունենալ, եւ այդ թվում ՀԱՊԿ-ի եւ ՀԱՊԿ ասելով գլխավորաբար նաեւ հասկանում ենք Ռուսաստանի Դաշնություն։ Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները նոր որակի հասցնելու, վստահությունը վերականգնելու, դաշնակցային իրական բարեկամական հարաբերություններ կառուցելու համար, այո, կան քայլեր, որ պետք է արվեն։ Կան հարցեր, խնդիրներ, որոնք պետք է բարձրաձայնվեն եւ լուծում ստանան։ Երբ որ ասում ենք ՀԱՊԿ-ը մերժում ենք, շատ լավ, այո, ՀԱՊԿ-ի հետ կան հարցեր։ ՀԱՊԿ-ի պահվածքը դիրքորոշումը մեր համար եւս եղել է անընդունելի, բայց դրա համար էլ եղել են տարբեր կողմերի բացատրություն, հիմա չեմ ուզում այդ հարցին անդրադառնալ։ Երբ որ ասում ենք դուրս ենք գալիս, պետք է այլընտրանք առաջարկել։ Որն է։ Գուցե ճանապարհը ոչ թե դուրս գալն է, այդ հարաբերությունները կարգավորելն է, որովհետև մենք ունենք լրջագույն անվտանգային խնդիր։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև քննարկող են փաստաթուղթը, որ կա, որի մասին մենք բազմաթիվ անգամ խոսել ենք։ Շատ հստակ կետ կա, որ Հայաստան-Ադրբեջանի սահմանին այդ փաստաթուղթը ստորագրելուց հետո որևէ երրորդ կողմի ուժ չպետք է տեղակայվի։ Եվ այդ փաստաթուղթը որևէ միջազգային երաշխավորություն չունի։ Հիմա հարց. եթե Ադրբեջանը խախտի այդ պայմանները, ինչպես մնացած բոլոր պարագաներում, ինչպես ենք մենք պաշտպանվելու։ Երաշխավորություն չկա, երրորդ կողմի զինված ուժեր չկան։ Այսինքն հեռացնել բոլորին, Հայաստանին թողել Թուրքիա եւ Ադրբեջանը տանդեմի երախում, առանց անվտանգության երաշխիքների, առանց ռազմաքաղաքական դաշինքների, սա արկածախնդրություն է։ Հետևաբար բոլոր հարցերում պետք է գտնել լուծումներ։ Սառեցնելը ո՞րն է։ Այսինքն կամ ՀԱՊԿ-ից դուրս են գալի, որ մեզ այլ երկրները զենք ծախեն, այս ինչքան է լուրջ։ Տեսեք, շատ պարզ պետք է ասել իրավիճակի հետևյալն է։ Հայաստանի Հանրապետության իշխանությունները ամեն ինչ արել են եւ անելու են Ռուսաստանի Դաշնությանը Հայաստանի տարածքից դուրս բերելու, այդ թվում նաեւ ռազմաբազան եւ նրանց փոխարինելով Թուրքիայով։ Այսա ուղղությունը, սա է մոտեցումը, այսինքն փոխարինողը չի լինելու, ինչպես բազմաթիվ անգամ ասել ենք, արևմուտքը, այլ լինելու է ուղիղ Թուրքիան եւ Հայաստանի իշխանությունները գնում են այդ ճանապարհով։ Երբ որ ասում են, որ Հայաստանի ինքնիշխանությունը պետք է պաշտպանենք Ռուսաստանից, այսինքն լավ Ռուսաստանն է մեր թշնամին, ինքնիշխանությունը սպառնալիքը։ Իսկ երբ որ մենք այս հարցերը ու դրա փոխարինողը այլընտրանքը Թուրքիան եւ Ադրբեջանն են, հիմա երբ որ մենք արտահայտվում ենք, պարզ ասում ենք մարդկանց, որ սա քաղաքական արկածախնդրություն է, որը ունենալու է ծանր հետևանքներ, մեզ տարբեր պիտակներ են կպցնում։ Ձեր նախընտրական ծրագրերում ինչ դրույթներ ունեք արցախահայերի ինքնորոշման իրավունքի եւ վերադարձի հետ կապված եւ արդյոք սա հնարավոր է համարում եւ որ պարագայում։ Տեսեք, այս փուլում առաջի խնդիրը, որ մենք դնում ենք արցախահայերի վերադարձի, հավաքական վերադարձի իրավունքն է։ Սա չի կարող հայկական Հայաստանի Հանրապետության օրակարգից դուրս գալ։ Այս վերադարձի իրավունքը եւ միջազգային ընկալում ունի եւ միջազգային աջակցություն ունի, եվրոպական տարբեր երկրների խորհրդարաններ այս մասին բանաձևեր են ընդունել եւ դա բացարձակ մեր իրավունքն է։ Արցախում այդ դեպքում ասում է Արևմտյան Ադրբեջան Հայաստանի տարածք։ Տեսեք, հենց ստեղ է խայտառակությունը, հենց ստեղ է ողբերգությունը, որ մեր սեփական հայրենիք վերադառնալու իրավունքը զուգահեռաբար Արևմտյան Ադրբեջան կամ ադրբեջանցիներին Հայաստանում բնակեցնելու իրավունքի հետ են փորձում համեմատել։ Դրանք ամբողջությամբ տարբեր հարցեր են։ Արցախը հայկական, պատմամշակութային ժառանգությունը մեր հայրենիքի մի մասն է։ Այո, եղել են ինչ-որ տարիներ, որ ադրբեջանցիներ Հայաստանում ապրել են, դրանք լրիվ ամբողջությամբ տարբեր բաներ են, բայց դա չի նշանակում, որ ստեղ Ադրբեջան, Արևմտյան Ադրբեջան է եղել։ Իսկ Արցախ հայկական է։ Միջազգային երաշխավոր չկա։ Ինչպես եք տեսնում Արցախահայերի վերադարձը Ադրբեջան։ Հարցով զբաղվող չի եղել։ 23 թվականի սեպտեմբերի ողբերգական պատերազմից ու էթնիկ զտումից հետո Հայաստանի իշխանությունները շատ արագ փորձել են այդ խնդիրը փակել։
մենք գտնում ենք եւ տեսնում ենք կա հնարավորություն հարցը բերելու օրակարգ եւ իմիջիայլոց սա էլ ասեմ այդ հարցի արծարծումը, քննարկումը, առաջ մղումը անմիջականորեն բխում է նաեւ Հայաստանի Հանրապետության շահերից, անվտանգության շահերից։ Հետևաբար այս հնարավորությունը կա եւ առաջին Արցախահայերի վերադարձ, երկրորդ Արցախում էր պատմամշակութային ժառանգության պահպանում, որը հիմա ոչնչացում է եւ Հայաստանից որևէ արձագանք այս ուղղությամբ չի իրականացվում եւ ընդհանրապես ձեզ ասեմ մենք չգիտենք, տեսնում ենք որ տարբեր ուժեր հանաբար այսօր Արցախից խոսելը այդքան պոպուլյար թեմա չի, բայց որքան էլ փորձեն մեզ ներկայացնել պատերազմի ուժ եւ այլ այս կոմպլեքսավորել կամ արշավ սկսել մեր դեմ որ այս թեմաներից չխոսենք, աշխարհն էլ փուլ գա, այսպես ասած մենք չենք հրաժարվելու որ Արցախը եղել է հայկական, Արցախը հայկական է եւ մեր հայրենակիցների Արցախ վերադառնալու իրավունքը առնվազն այս փուլում դա է իրատեսական եւ դա է հնարավոր, դրա շուրջը հնարավոր կոնսոլիդացիա ձևավորել լինելու է մեր օրակարգում։ Այսինքն կարելի է ենթադրել, որ Արցախի հարցը լինելու է հայեղափոխական դաշնակցության նախընտրական քարոզչության դրույթներից մեկը եւ քանի որ խոսեցինք այս թեմայի մասին, արդյոք դաշնակցությունը արդեն որոշում ունի, թե ինչ ձևաչափով է մասնակցելու խորհրդարանական ընտրություններին եւ ով է վարչապետի հավանական ձեր թեկնածուն։ Մենք հայտարարել ենք դեռևս հունվարի 11-ին, որ մեր ժողովը որոշում է կայացրել ընտրություններին մասնակցել դաշինքով, հրապարակային նաեւ հաստատել ենք, որ կարևորել ենք Հայաստան դաշինքի գործունեությունը եւ նախապատվությունը տալու ենք այս ձևաչափին, այս ուղղությամբ բավականին աշխատանքներ արվել են, կարող եմ ասել գրեթե մեր բանակցությունները, այսպես ասած, եզրափակիչ փուլում են եւ ընդհանրապես մեկ շաբաթ 10 օր հետո դաշինքի մասին հանդես կգանք հայտարարությամբ շատ մեծ միջոցառման, որտեղ նաեւ կհայտարարենք մեր վարչապետի թեկնածուին եւ մեր ծրագրային հիմնական դրույթները։ Բոլոր այն սոցիոլոգիական, ես այսօր տեսա նաեւ ինչ որ հարցումներ են հրապարակվել որոնք ըստեյության հիբրիդային պատերազմ են մեր նկատմամբ իրականությանը չեն համապատասխանում Հայաստան դաշինքը առաջիկա ընտրություններին լինելու է գլխավոր ֆավորիտ ուժերից մեկը։ Շնորհակալություն պարոն Սաղաթելյան հյուրընկալության համար։ Ես եմ շնորհակալ։ Հարգելի հեռուստադիտող, ես հիշեցնեմ, որ զրուցում է Ազգային ժողովի Հայաստան խմբակցության падգամավոր ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի հետ, կհանդիպենք ցտեսություն։